Անցում կատարելով կառավարման խորհրդարանական համակարգին, իշխանությունը վստահեցնում էր, որ ազգային ժողովի դերը կտրուկ բարձրանալու է եւ ընդդիմությանը տրվելու են նոր գործուն լծակներ։ 6-րդ գումարման ազգային ժողովի նախորդ նստաշրջանների ընթացքում, սակայն ընդդիմությունը հաճախ էր հակառակը պնդում։ Արդյոք ազգային ժողովը դարձել է հիմնական օրենսդիր մարմինը, թե այն շարունակում է մնալ կառավարության նախագծերի դակողը։ Որակական ինչ փոփոխություն է տեղի ունեցել ազգային ժողովում կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո։ Եթե նկատի ունենք որակական առումով առայն, որ ինչպեսի ընտրություններ անցան եւ ինչ մարդիկ եւ ինչ պատգամավորներ ընտրվեցին, այդ առումով ես կարծում եմ երևի թե պետք է նաեւ դիտարկել ընտրական համակարգը, որը պետք է իբրև թե ապահովեր խորհրդարանական պետության անցման համար այն պայմանները, որի արդյունքում որակապես պետք է բարելավեր ազգային ժողովը։ Այն համակարգը, որով անցնում են ընտրությունները եւ որի արդյունքում ձևավորվում է խորհրդարանը, կարծում եմ դեռ շատ հեռու է բավարար լինելուց, որովհետեւ կոմպոնենտը մեծամասնական, որը որ առկա է, շարունակում է ապահովել այն որակի ազգային ժողովը, որը ըստ էության բարիք չի բերելու Հայաստանի Հանրապետությանը։ Հարցը վերջնարդյունքի գնահատման տեսակետից մի քիչ ժամանակավոր է, քանի որ բուն խորհրդարանական կառավարման անցումը տեղի կունենա այս տարի ապրիլից եւ գուցե 1-2 տարի անց կարողանանք նախնական գնահատականներ տանք համակարգի արդյունավետության գնահատականների, իրականացված բարեփոխումների շոշափելիության եւ այլ հարցերի հետ կապված։ Ակնհայտ է, որ այս նոր խորհրդարանը ունի այդ կարողությունը, ցույց է տալիս այն ներուժը, որով կարող է հավակնել նոր սահմանադրությամբ վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացման։ Երբ որ անցում էր կատարում խորհրդարանական համակարգի, շատ էր խոսվում եւ բարձրաձայնվում իշխանության կողմից այն թեզը, որ այլևս ընդդիմություն ունենալու այնպիսի լծակներ, որով կկարողանա վերահսկել իշխանությունների գործունեությունը։ Պետք է ասեմ, որ դա ամենևին այդպես չէ, որովհետեւ առերևույթ թվացող այդ լծակները գործնականում չեն աշխատում։ Մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ կարծում են, որ խորհրդարանական հանրապետություն նշանակում է, որ խորհրդարանը պետք է խորհրդարանական ընդդիմությունը պետք է որոշիչ լինի։ Սա մի քիչ միամտաբար կամ դիտմամբ, այսպես ասած, մտափոխում է, նենգափոխում է խորհրդարանական հանրապետության քաղաքագիտական ընկալումը, որովհետև այդ հանրապետության քաղաքագիտական հիմնական բնորոշիչը նա է, որ քաղաքական ուժերը, որոնք կազմում են մեծամասնություն, իրականացնում են համապատասխան լիազորություններով որոշակի քաղաքականություն, բայց այդ որոշումների կայացման վրա խորհրդարանական ընդդիմությունը պետք է ունենա ազդեցության, վերահսկողության, ներառման լծակներ։ Խմբակցությունը, որը հանդիսանում է սահմանադրական մարմին, ըստ էության պետք է ունենար այնպիսի լիազորություններ, որտեղ ընդդիմադիր խմբակցությունները նաև ներառված ազգային ժողովում, որպեսզի կարողանար ինքնուրույն բազմաթիվ գործառույթներ իրականացնել։ Օրինակ խմբակցությունը ինքնուրույն չի կարողանում նախագահի թեկնածու առաջադրել եւ անհրաժեշտ են ստորագրություններ, չի կարողանում սահմանադրական դատարան դիմել եւ անհրաժեշտ են ստորագրություններ, այսինքն ըստ էության առանձին վերցրած խմբակցությունը, որը ինքնուրույն անկախ մարմին պետք է լիներ, չի կարողանում ինքնուրույն գործունեություն ծավալել։ Այդ լծակները ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը տալիս է, լծակների հիմնական շրջանակը տրված է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ խորհրդարանական կառավարումը դա ընդդիմության մասնակցությամբ քաղաքական մեծամասնության իշխանության դրսևորումը պետք է լինի։ Վերջին անգամ նաեւ երբ որ վերջին նիստերին վստահ եմ հետևել եք, կար լծակ այդ ընդմիջումներ վերցնելու եւ մենք դա օգտագործեցինք այսպես բողոքի եւ դիմակայություն ցուցադրելու այն իրավիճակին, որ կար ազգային ժողովում, անմիջապես կարծիքներ են հնչում իշխանական թևից, որ անհրաժեշտ է այդ լծակը եւս վերացնել։ Այսինքն ըստ էության այնինչ օգտագործելի է եւ օգտագործվում է, անմիջապես տպավորություն եւ անհրաժեշտություն է առաջացնում, որ պետք է դա ձեռքից վերցնել ընդդիմության։ Իրականության մեջ եւ սահմանադրությունը եւ ազգային ժողովի կանոնակարգ օրենքը տալիս են ընդդիմությանը բավականին մեծ լիազորություններ։ Օրինակ, տեսեք, մենք առաջին անգամ ունենք երաշխավորված ընդդիմությանը հատկացված երաշխավորված փոխոսնակի դիրք։ Մենք ունենք մշտական հանձնաժողովների նախագահներ, որոնցից 3-ը ներկայացնում են ընդդիմադիր խմբակցություններից մեկը։ Նման հնարավորություն կա, սահմանված է օրենքներով եւ այդ առումով, այո, դա պետք է տրվի ոչ իշխանական ուժի, կոալիցիայի մեջ չմտած ուժի։
բայց մենք բոլորս հասկանում ենք Հայաստանում իրողությունները ինչպիսին են, այն բանաձևը, որը որ կիրառվում է հանձնաժողովների նախագահներին նշանակելու եւ հանձնաժողովները տալու խմբակցությունների, ըստ էության պետք է պատկաներ ելքին։ Ես հիմա ավելի եմ նեղացնում եւ ուզում եմ ցույց տալ, որ երբ որ իշխանությունը ցանկություն չունի որևէ ընդդիմադիր խմբակցության հնարավորություն տալու գործելու իր իրավասությունների սահմաններում, դա կարողանում է անել գործող օրենքների շրջանակներում։ Մենք ունենք երկու ընդդիմադիր խմբակցություն, որոնցից մեկը կարծում է, որ այն մյուս այնքան էլ ընդդիմադիր չէ եւ մտածում է, որ ընդդիմություն ասելով մենք պետք է հասկանանք միայն իրենց։ Իրականության մեջ իհարկե սա պարզապես քաղաքական գուցե տրուկ է, այսպես ասած քաղաքական խորամանկություն, բայց ոչ երբեք իրականություն, որովհետև ընդդիմությունը միայն ելքը չէ։ Իշխանությունը պետք է ուզենա ունենալ այնպիսի ընդդիմություն, որի արդյունքում Հայաստանը կզարգանա, առաջ կգնա, կլինեն իրական քաղաքական բանավեճեր, որևէ անձնական խնդիրներ չեն լինի այն առումով, որ մեզ անհրաժեշտ է իրական քաղաքական առճակատում։ Իսկ այսօր Հայաստանում դա հաշվի առնելով այն դասավորությունը, որ կա ազգային ժողովում, շատ դժվար է առաջ տանել, որովհետև երկխմբակցությունը փոքրաթիվ է եւ այն ծառաբեռնվածությունը, որ ունի մեր խմբակցությունը հաշվի առնելով մարդկային ռեսուրսները եւ հնարավորությունները, շատ դժվար է տրվում եւ դա բավական լավ գիտակցում են եւ ուրախ են այդ հանգամանքից։ Ընդդիմությունը ունի մոտ 40% ձայն խորհրդարանում եւ կարող է ցանկության դեպքում ներկայացնել նախագահի սեփական տեխնացու։ Հետևաբար, եթե դա չի ստացվել, խնդիրը իշխանությունների մեջ չէ, խնդիրը գուցե նրա մեջ է, որ ընդդիմության մի ֆրակցիան չի վստահում ընդդիմության մյուս ֆրակցիային կամ ընդդիմության մի ֆրակցիան չի ուզում ձևական քաղաքական գործընթաց, չի ուզում շոու քաղաքական գործընթաց, չի ուզում բացառապես ինքնանպատակ քաղաքական գործընթաց։ Նախագահի տեխնացու հնարավոր չեղավ առաջադրել, գիտեք, մեր նախագահի տեխնացուն խոսքը միայն առաջադրման մասին էր եւ 40% կարծեք թե ձայն կա։ Հենց այստեղ է, որ ես ասում եմ, անհրաժեշտ է, որպեսզի խմբակցությունը առանձին գործի։ Ինչու՞։ Որովհետեւ ընդդիմադիր նաեւ խմբակցությունների պարագայում կան տարբեր քաղաքական շահեր։ Կոնկրետ այս պարագայում Ծառուկյան դաշինքը, որը չմիացավ մեր տեխնացուին, հետապնդում էր իր քաղաքական շահը։ Եվ հենց այստեղ է, որ ես ուզում եմ ասել, որ այդ ինչպես է ստացվում, որ մենք ասում ենք ընդդիմադիր խմբակցություններին տրված են լծակներ փոխնախագահի հանձնաժողովների, ու ելքին որևէ բան այդ առումով չի գալիս, այդ լծակներից չի հասնում։ Այսօրվա խորհրդարանը ավելի բազմակարծիք է, քան պարզապես այն քաղաքական խմբակցությունները, որ ներկայացված են խորհրդարանում։ Բազմակարծիք Եթե մեր որոշ ընդդիմադիրներ կարծում են, որ բազմակարծիքը նշանակում է, որ հանրապետականի մի մասը պետք է հրապարակավ դեմ գնա հանրապետականի մեկ այլ մասին, ապա այստեղ նույնպես խորամանկ ակնկալիքներ նրանք ունեն, որովհետև դա արդեն բազմակարծություն չէ։ Ներֆրակցիոն, ներկուսակցական քննարկումները մեզ մոտ բոլորի մոտ վստահ եմ շատ բազմակարծիք են ու շատ բուռն, բայց երբ որ կա որոշում, այդ որոշումը կյանքի կոչելու մեջ բոլորը պետք է լինեն սուբորդինացված, կարգապահ եւ սա նաեւ թիմային խաղի մաս է։ Մենք գիտեք, որ լուրջ եւ շատ տաք դեբատներ ենք ունեցել տարբեր օրենքների շրջանակներում եւ ակնհայտ էր, որ ցանկալի չեն որոշ ելույթներ եւ որոշ տեսակետներ։ Նաեւ վերջերս խորհրդարանական լսումներին չեմ կարող չանդրադառնալ, երբ սահմանափակվեց երկխմբակցության անդամների, այս դեպքում ավականու անդամների ելույթները, այսինքն ցանկալի չէ լսել այլ կարծիք եւ այդ առումով խնդիր է իհարկե, բայց ես պետք է դες ասեմ, որ մեր խմբակցությունը որևէ կաշկանդվածություն չունի, որևէ հարցի մասին խոսելու, որևէ տեսանկյունից այն ներկայացնելու։ Խորհրդարանի կարողությունները պետք է ընդլայնվեն։ Ես բարձրաձայնել եմ այս միտքը նաև երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ, շեշտելով, որ խորհրդարանական հանրապետություն կառուցելու ճանապարհին համարժեք չեն այսօր խորհրդարանի եւ անգամ առանձին վերցրած նախարարությունների կարողությունները աշխատակազմի տեսակետից ֆիզիկական քանակի, որակական որակի, տեխնիկական հագեցվածության եւ այլն։ Համարժեք չի այսօր խորհրդարանի աշխատակազմի կարողությունները, բավարար չեն օգնականների, ռեֆերենտների այն ինստիտուտը, որ գոյություն ունի, համարժեք
իրականացնելու սահմանադրական նոր լիազորությունները։ Եվ սա խնդիր է, որով զբաղվում է ազգային ժողովի ղեկավարությունը, արդեն որով զբաղվում է ազգային ժողովի աշխատակազմը։ Ակնհայտ է, որ խորհրդարանի պատրաստվածությունը ռեսուրսների առումով, հմտությունների առումով հենց ստաֆի ազգային ժողովի աշխատակազմի եւ այլնի զիջում է կառավարությանը։ Սա ակնհայտ է եւ սա թաքցնելը կամ չտեսնելը հնարավոր չէ։ Եվ պետք չէ, որովհետեւ անհրաժեշտ է հմտություններն ու կարողությունները զարգացնել ազգային ժողովի աշխատակազմի եւ ինչու ոչ նաեւ падգամավորների։ Պետք չի ակնկալել, որ խորհրդարանը պետք է իհարկե ինչքան շատ օրենք գրի խորհրդարանը, այնքան լավ։ Միջինացված եվրոպական ցուցանիշը 80-85% է կառավարության նախաձեռնությունները, 15-ից 20% խորհրդարանների։ Մենք էլ ենք այդ ցուցանիշի մեջ քիչ թե շատ։ Կարծում եմ ժամանակի ընթացքում այդ հարաբերակցությունը այդքան տարբերությունը այդքան մեծ չի լինի։ Ես համարում եմ, այո, դա ցուցանիշ ազգային ժողովի նաև падգամավորների որակի եւ ընդհանուր աշխատանքի բարձրացման եւ շփումների թե ժողովրդի հետ, թե տարբեր մակարդակներում եւ իրենք բացահայտեն падգամավորները եւ բերեն այդ խնդիրները ազգային ժողով օրենքների տեսքով։ Այո, դա անհրաժեշտ է բարձրացնել։ Ես լավատես եմ, որովհետեւ խորհրդարանի այսօրվա որակը ինձ բավարարում է։ Լավատես եմ, որովհետև իրավական այն դաշտը, որի հիմքում սահմանադրությունը բավարարում է այդ ճանապարհով գնալու, լավատես եմ, որովհետև իշխանությունները, որոնց ներկայացուցիչը նաև ես եմ, ունեն այդ քաղաքական կամքը, լավատես եմ, որովհետև ընդդիմության որակը գոնե այսօր թույլ է տալիս այսօրվա դրսևորումներով, թույլ է տալիս կանխատեսելու, որ մենք այնուհանդերձ կունենանք քաղաքական այս համակեցության, նոր մշակույթի համատեղ պատասխանատվության զգացողությունը։